Պարոն Ղուկասյան, գիտենք, որ այս օրերին իշխանությունները չնայած մի շարք անվտանգային խնդիրներ կան, բայց օրակարգային են դարձրել վեհափառից ազատվելու հարցը։ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է խորհուրդ ձևավորեն, որը կզբաղվի նոր կաթողիկոսի ընտրության։ Դուք այս երևույթին ինչպես եք վերաբերվում այն բառամթերքին, որով վարչապետը արտահայտում է եկեղեցու մասին։ Տեսեք, կա խնդիր եւ այդ խնդրի մեջ ես իմ կարծիքը այս բան չէի ցանկանա բարձրաձայնեմ, որովհետեւ այսպես թե այնպես մենք գիտենք, որ կա գոյություն ունի խնդիր ու առաջին դեմքերի մակարդակով ես կխնդրեմ ձեր պահեմ ես ինձ եւ ինձ այդ ուղղությամբ հարցեր չտամ, որովհետեւ որպես հայ մարդ իհարկե ես շատ կցանկանայի, որ այնպիսի իրավիճակ լիներ, որ ընդհանրապես այսպիսի դրվագներ չունենանք, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, կա հարցադրում, ես վստահ եմ նաեւ ինչ որ մի փուլում կլինի պատասխան եւ այս ամեն ինչը կլուծվի իշա մեր հայ ժողովրդի իշա։ Ձեզ համար ընդունելի է, որ ժողովուրդը գնա վեհարանի մոտ եւ պահանջի, որպեսզի վեհափառը հեռանա։ Ես ինձ համար ընդունելի է միայն այն, ինչ որ մեր ազգային եւ պետական շահերից եւ մեր ժողովրդի կամքով լինի, մնացածը արդեն ես չեմ կարող ժողովրդի փոխարեն կամ այնպեսի կարծիք ասեմ, ես կարող եմ մեկ անհատի խոսել։ Ներկայացրել Նիկոլ Փաշինյանն է այս պահանջը։ Ժորժան, չեն ներկայացնի, այդ ամեն ինչը կլուծվի եւ կվերջանա։ Ուզում եմ ասեմ, հիմա process կա, հետևենք, ես էլ ուշադիր հետևում եմ, ես էլ մտածում եմ անընդհատ դրա մասին։